Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած 3 սխալ թեզ սահմանադրության հոդվածներին լավ չտիրապետելու կամ սուտ խոսելու հետևանքով նախ հերթականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար այսօր իրավաբանները վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը արձանագրել են որ վարչապետի երաժշտականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։ Այդ ինչպես 2018-ին երկրի վարչապետը հրաժարական տալուց հետո չէր կարող կատարել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, իսկ 3 տարի հետո կարող է, մեկնաբանում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Փաշինյանը ասում էր, որ վարչապետը չի կարող ժամանակավոր պաշտոնակատար լինել, ինքը ստում էր։ Փաշինյանը հետևողական չի իր դիրքորոշումներում, բայց դա բոլորի համար պարզ ու հասկանալի է, թե ինչու հետևողական չի, որովհետև իրավունքը Փաշինյանի համար ընդամենը գործիք է իր սեփական նպատակներին ծառայեցնելու համար, այլ ոչ թե ինքնին արժեք, իսկ իրավունքը ինքնին արժեք է, եւ այդ պարագայում բնականաբար Փաշինյանին 2018 թվականին, այսպես ասենք, ձեռք էր տալիս սահմանադրությունը մեկնաբանել այնպես ինչպես ասած։ Իր հրաժարականի տեքստում Նիկոլ Փաշինյանը ապա տեղեկատվություն է տարածել ասելով, թե ընտրությունների ընթացակարգը ապահովելու նպատակով Լուսավոր Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունները չեն ներկայացնի իրենց թեկնածուին։ Հետևաբար ինքը պիտի 2 անգամ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, որից հետո վարչապետ չեն ընտրի եւ ազգային ժողովը կհամարվի արձակված, կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կեղծ թեզ առաջադրեց սահմանադրության հետ կապված, որ իբր սահմանադրությունը պարտադրում է, որպեսզի անպայման առաջադրվեն վարչապետի թեկնածուներ։ Չկա նման պահանջ սահմանադրության մեջ, սահմանադրությունը հստակ սահմանում է, որ դա մի դեպքում խմբակցությունների իրավունքն է, մյուս դեպքում падգամավորների ընդհանուր թվի 1/3 իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունն է այդ սուբյեկտների առաջադրելու վարչապետի թեկնածու։ Սահմանադրագետի համոզմամբ Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածուի առաջադրվելու պարտադիր դրույթ չկա արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։ Վարդան Պողոսյանը կարծում է, որ Փաշինյանը պարզապես վստահ չէ, որ իր կուսակցության падգամավորները կքվեարկեն այնպես, որ չվնասեն իր քաղաքական շահերը։ Եթե դու հրաժարական ես տալիս եւ ցանկանում ես մասնակցել ընտրություններին եւ նույնիսկ եթե դու ասում ես, որ եթե հավատանք իրեն, որ ցանկանում ես լինել, որ լինելու ես այդ ընտրությունների երաշխավորը, ուրեմն քաղաքական առումով առավել քան պարզ ու հասկանալի է, որ դու չպետք է լինես ժամանակավոր պաշտոնակատար, որովհետեւ դու չես կարող լինել եւ դատավոր եւ խաղացող։ Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Երրորդ սխալ թեզը ընտրության օր նշանակելը երկրի վարչապետի լիազորությունների սահմանից դուրս է։ Սահմանադրության 93-րդ հոդվածը նշում է, այդ իրավունքը բացառապես պատկանում է հանրապետության նախագահին։ Եթե խոսքը գնում է արտահերթ ընտրության մասին, ինչպես այս դեպքում, ապա հանրապետության նախագահը ընտրության օրը կարող է նշանակել ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 45 օր հետո ազգային ժողովի արձակումից սկսած։ Հանրապետության նախագահը այդ 15 օրվա մեջ ազատ է 30-ից 45 օր այդ ժամանակահատվածում ազատ է նշանակելու ընտրության օրը։ Նա կարող է ընտրությունը նշանակել հունիսի 20-ին, բայց պարտավոր չէ։ Կարող է նշանակել հունիսի 13-ին, կարող է նշանակել հունիսի 21-ին, 22-ին, այսինքն ցանկացած այն ժամանակահատվածում, որը ընկնում է 15 օրվա այդ ժամկետի մեջ։ Սահմանադրագետը 15 օր ժամկետ ասելով նկատի ունի ազգային ժողովի արձակումից 30 օր հետո մինչև 45-րդ օրը լրանալը նախագահն իրավունք ունի այդ ժամանակահատվածի ցանկացած օր հայտարարել ընտրության օր։ Ենթադրում է, գուցե նախապես պայմանավորվել են, բայց դա կապ չունի, վարչապետը չի կարող օր որոշել։ Հունիսի 20-ը դոգմա չէ։ Հասմիկ Առաքելյան, Նարեկ Եղիազարյան։